Հարցս ուղղում եմ երկու բանախոսներին, ելով կցանկանա թող պատասխանի։ Երեք Նիկոլ Փաշինյանն իր եզրափակիչ ելույթում բառացի ասաց, այդ անձանց առաջնորդած ուժերը չպետք է լինեն խորհրդարանում, խոսքը երկրորդ եւ երրորդ նախագահների եւ նրանց առաջնորդած ուժերի մասին է։ Ինչ կարող եք ասել այս մասով։ Նիկոլ Փաշինյանը չի որոշում, թե որ քաղաքական ուժերը պետք է լինեն խորհրդարանում։ Ան ժողովուրդ, ընտրողներ, ում Նիկոլ Փաշինյանը ժամանակին կոչում էր 3 միլիոն վարչապետ, եւ ընտրությունները մեխանիզմներից մեկն են, որով ձևավորվում է կառավարությունը։ Իսկ վերջը լեգիտիմացվում է ընտրություններով, ինչի ասեցի մեխանիզմներից մեկը, որովհետեւ 18 թվականի մայիսի օրինակը մեր աչքի առաջ է։ Բայց Նիկոլ Փաշինյանը ել ավելի վատ ինչ որ հայտարարություն արեց, տարբեր ուժերի կոչեց ազդեցության գործակալներ եւ այլն։ Նման հայտարարություններ ինքը անում է արդեն երևի 5-6 տարի։ Պարբերաբար հարցումներ են ուղղում դատախազություն, իրավապահ մարմիններ, արդյոք իրավապահ մարմինները նման ազդակներ ստացել են, նման գործեր կան, թե ոչ։ Որևէ պատասխան չկա։ Հիմա կամ Նիկոլ Փաշինյանը պետք է պատասխան տա կոնկրետ ովքեր են ազդեցության գործակալները եւ դատարանում պաշտպանի իր հայտարարությունը, կամ պետք է իրավապահ մարմիններ եւ իրավապահ մարմիններին կանչի եւ հեռացնի, կամ իրավապահ մարմինները այսօր առավոտյան պետք է ԱԱԾ ջոկատներ ուղարկեին տարբեր մարդկանց տներ։ Ինչը իրանք անում են։ Այսինքն հասել ենք նույնիսկ նրան, որ մարդկանց ում խուլիգանության մեջ են մեղադրում, ուղղակի դեռ մեղադրում, ԱԱԾ-ն է բերում երեխաների աչքի առաջ ստրեսի ենթարկելով ընտանիքը։ Բայց այն, որ ինքը չի բացառում տարբեր կուսակցություններ արգելել, որովհետև հասկանում է, որ արդար պայքարում կկորցնի, կարծում եմ ավելի ակնհայտ չէր կարող լինել մանավանդ իր երեկվա հայտարարությունից հետո։ Ես շարունակեմ պարոն Խաչատրյանին, պարոն Խաչատրյանի խոսքի սկիզբը դա նորմալ ժողովրդավարական սահմանադրական երկրի մասին է խոսքը, երբ որ ընտրական քվեով է որոշում որևէ քաղաքական ուժի ճակատագիրը եւ այլն։ Բայց Հայաստանը վաղուց խեղդվում է բռնատիրության ճիրաններում եւ այդ բռնատիրական կարգերը Հայաստանում սահմանում է Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ վարչախումբը եւ խոսքը վերաբերում է հենց այդ բռնաճնշումներին եւ մեկ անձի ձեռքում կենտրոնացած իշխանությանը։ Եվ իհարկե երեկվա այդ անոնսը որոշ քաղաքական ուժերի քաղաքական ասպարեզից դուրս հանելու դա շարունակություն է իմ նախորդ խոսքի, երբ որ տեղական ինքնակառավարման մարմիններում մենք գիտենք, որ այն բոլոր թիմերի ընտրված ուրեմն ընտրությունների արդյունքում ոչ իշխանական, ոչ իշխանության քիմքին հաջող տեխնացուները կամ հայտնվում են ճաղավանդակի ետևում կամ էլ ով ողբերգություն մահանում են։ Եվ այդ անոնսը, որ այդտեղ այսօր երեք խորհրդարանում արվեց, հենց այդ մասին էր, որ պարզապես իրենց ճանապարհին, որը բռնության, ողբերգության, հայրենիքի կորստի ճանապարհ է, չեն հանդուրժելու այլախոհների, այլակարծիք, այլ քաղաքական ուժերի։ Բայց ասեմ, որ դրանից ավելի ծանր մեղադրանքները հնչել դաշնակցության հասցեին, կոնկրետ Արման Բաբաջանյանի շուրթերով, որին դատարանը դատապարտել է եւ ճանաչել է ուրեմն մերկապարանոց եւ հիմա էլ քրեական վարույթ կա այդ նույն Արման Բաբաջանյանի նկատմամբ, որովհետեւ ուրեմն իր զրպարտանքները մաքուր զրպարտանքներ էին։ Ցավոք սրտի, այո, մեկ անգամ եւս հաստատենք, որ Հայաստանում խորացող տոտալիտար ռեժիմ է, չենք բացառում որևէ բան, որովհետեւ այն ձեռագիրը, այն վարքագիծը, որը ворթեգրել է այս իշխանությունները, ոչ զսպանակներ, ոչ սահմանադրական կարգ, ոչ օրենք, ոչինչ չի ճանաչում, լռեցնել, ուրանալ եւ ուղղակի վախի մտնոլորտում փորձել հաջողել ուրիշ ռեսուրս, քան բռնությունը, ուրացումը, բռնաճնշումները, ճաղավանդակները, ինչու՞ չէ մարդկանց կյանքին սպառնալիքները այս քաղաքական ուժը ուրիշ ռեսուրս չունի, որովհետև իրենց ամբողջ փիլիսոփայությունը տեղավորվում է սեփական պարտությունը, խեղճությունը, քաղաքական սնանկությունը արդարացնել ժողովրդին ներշնչելով, թե այլ ընտրանք չկա, մենք պետք է այսպես դատապարտված, հուսահատված հասարակություն լինենք։ Ասեն, որ չի հաջողվելու, որտեղ հայ մարդը վաղուց արթնացել է, վաղուց հասկացել են, որ այս քաղաքական ճանապարհը նոր կորուստների եւ պետականության գլխին կախված